Արգելի նախագահություն, արգելի պատգամավորներ, կառավարությունը ձեր քննարկմանն է ներկայացրել դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, հանրային ծառայության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, հարգելի գործընկերներ, նախագծերի նպատակն է օրենսդրական մակարդակով կարգավորել այն բացերը, որոնք առկա են մեր համակարգում դիվանագիտական ծառայության մեջ ժամանակի մարտահրավերների հնարավորությունների տեսանկյունից, այդ թվում օրինակ քիչ անց մանրամասն կանդրադառնամ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկում ենք առաջարկում, բայց սկսեմ հիմնական քաղաքական փոփոխություններից, նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում, այսինքն լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ նպատակարար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց այնուամենայնիվ դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա եւ այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանը, վերանայվում են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ըստ այդմ առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը իրենց հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով, գիտեք դեսպանները հետո կարող են վերանշանակվել երկրորդ երկիր, այլ երկիր, եւ ահա այսպիսի վերանշանակման դեպքում առաջարկում ենք առավելագույնը միասնական ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի, նախատեսում ենք դիվանագիտական ներկայացությունում ծառայող դիվանագետներին եւ ղեկավարներին կանչել որոշակի անհրաժեշտության առաջացման դեպքում մայրաքաղաք Երևան խորհրդակցությունների կարգավորվում են դրա հետ կապված հարցերը, մինչ այժմ ըստ էության այդ ինստիտուտը ավանդույթի ուժով կա, բայց իրավական կարգավորում պարզվում է չկար, հստակեցվում են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները, բավականին էական փոփոխություն է կանում ռոտացիոն գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով, գիտեք հարգելի գործընկերներ, դիվանագետները գործողվում են որևէ երկիր եւ այնտեղ կա ժամկետ, որի շրջանակներում իրենք իրենց ծառայությունը իրականացնում են, այնուհետև վերադառնում են ըստ էության գործողման ավարտից հետո որոշակի ժամկետով պարտավորություն ունեն ծառայել արտաքին գործերի նախարարությունում Երևանում, այնուհետև նորից գործուղվել այս ռոտացիոն գործընթացն է եւ հիմա մենք ժամկետների փոփոխություն ենք սահմանում ըստ այս կարգավորման նոր կարգավորման դիվանագետները պետք է իրենց ծառայությունը անցկացնեն Երևանում 18 ամիս, նախկին 24-ի փոխարեն, որից հետո կկարողանան գործուղվել օտարերկրյա պետություն, իհարկե տարբերություն ենք սահմանում գլխավոր հյուպատոսների համար, նաև հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսները այնուամենայնիվ մյուս դիվանագետներից տարբերվում են նրանով, որ իրենք համարվում են դիվանագիտական ներկայացության մարմնի ղեկավար եւ ահա գլխավոր հյուպատոսների համար սահմանում ենք Երևանում ծառայելու համար նվազագույնը 12 ամիս, մյուսների 18 ամսի փոխարեն եւ իրենց արդեն ծառայությունը օտարերկրյա պետությունում սահմանում ենք 3 տարի, եւս 1 տարի երկարացման հնարավորությամբ կարգավորում ենք կարճաժամկետ գործողումներին առնչվող հարցերը, նաև որոշակի ես նշեցի ֆինանսական կոմպոնենտ կա օրենքների այս նախագծերի փաթեթում, նախ գործող կարգավորման մեջ կա հետևյալ սահմանափակումը, ես բարձրաձայնեմ վստահ եմ հարգելի պատգամավորներ կհամաձայնեք, որ այս կարգավորումը ժամանակի առումով սպառել է իրան առնվազն, եթե չասենք, որ ի սկզբանե անարդար է եղել, համակարգում կան դիվանագետ ամուսիններ, շատ չեն, բայց ունենք, եւ ահա երբ որ դիվանագետ ամուսինները երկուսն էլ գործողվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորման ստանում է աշխատավարձի ընդամենը 50%-ը, սա իհարկե վաղուց իրեն սպառած եւ абսուրդ կարգավորում է, եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100%-ով ծառայություն, 100%-ով աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100%-ով։ Անցնեմ նաև մյուս օրենքին, այստեղ էլ բավականին լավարկում ենք առաջարկում, ուրեմն
պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում անում ենք հետեւյալ փոփոխությունը. Հարգելի գործընկերներ, արկա կարգավորմամբ արտաքին գործերի նախարարությունում սա չափազանցական է, այս խնդրում եմ մի րոպե ժամանակ տալ։ Ուրեմն արկա կարգավորմամբ արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների վարձատրությունը կարգավորվում է օրենքով, որը ես քիչ առաջ նշեցի, մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը սահմանվում է կառավարության որոշմամբ եւ ահա այսպիսի մի իրավիճակ ունենք։ Ես բերեմ օրինակ առաջին քարտուղարի օրինակը, Երևանում արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայություն իրականացնող դիվանագետը ենթադրենք առաջի քարտուղարը եւ կա բնականon աճի օրենքով կարգավորված հնարավորություն, ասենք առաջի քարտուղարը կարող է ստանալ 267,000 դրամից մինչև ասենք 366,000 դրամ, մինչդեռ նույն առաջին քարտուղարի աշխատավարձը կառավարության որոշմամբ օտարերկրյա պետությունում ծառայող առաջին քարտուղարի աշխատավարձը մոտավորապես 157-ից 178,000 դրամ է, ինչը հասկանալիորեն կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետությունում ծառայության գրավչությունը առհասարակ, ել չասեմ, որ կան հարակից էֆեկտներ, ասենք օրինակ այդպիսի մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել, ասենք երկրամտահարկի վերադարձի պայմաններով հիպոթեկային վարկի ձեռքբերումից եւ այլ տարբեր բաներ։ Եվ հիմա առաջարկը հետեւյալն է, ուրեմն հանում ենք այս կարգավորումը, որ իրենց աշխատավարձը սահմանվում է այնտեղ եւ ուղղակի հավասարեցնում ենք օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը, հավասարեցնում ենք Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին, եթե կարճ այսքանը շնորհակալ եմ։